Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մեդիա-արենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ դիզայներ, քանդակագործ, նկարիչ, մի խոսքով Նուրի հետ, բարի երեկո։ Մի խոսքով Նուրը լավն էր, բարի երեկո։ Ինչպե՞ս եք։ Լավ, հրաշալի։ Նուր, վերջի շրջանում ես տեսնում եմ ինչ-որ բարկություն կա քո կողմից եւ հեռուստատեսությամբ երբ որ անընդհատ նայում եմ հարցազրույցները ինչ որ մի խնդրի առաջ ենք կանգնել, որը պետությունն է ներկայացնում, մշակույթն է ներկայացնում եւ դրան զուգահեռ մենք ունենք մի իրականություն, որ պետության կորստի եւ արվեստի մշակույթի կորստի հետ մեկտեղ մենք բախվում ենք մի իրականության հետ, որը կոռուպցիա է կոնկրետ։ Հիմա գնացել է ցուցահանդես, ուզում եմ դու պատմես իրականում, ես էլ որոշ բաներ գիտեմ իհարկե, բայց ուզում եմ հասկանալ ցուցահանդես, որը տապալվել է իրականում եւ մեր պետության անվան հետ կոնկրետ խաղացել են։ Հիմա ես ուզում հասկանալ, սկզբից կանք կպատմես, դա հատուկ էր արված դիտավորություն, թե անխելքություն էր չիմացության արդյունք։ Արթուր ջան, հաշվի առնելով վերջի իրադարձությունները, վերջի տարիների իրադարձությունները երկրում, բարկությունը անընդմեջ է, թե բոլոր բանականություն ունեցող մարդկանց եւ բոլոր քիչ թե շատ իրականությունը հասկացող մարդկանց համար բարկությունը անընդմեջ է եւ անվերջ, բայց կա ինչ-որ սահմաններ, հա, երբ որ արդեն բարկությունը դուրս է գալիս ու դառնում է հանրությանը տրվող բարկություն, հա, տեսեք, ես 40 տարի է գրեթե երկիր եմ ներկայացնում, հա, իմ կյանքի ընթացքում։ Այն էլ պատվով, հա, երբևէ իմ կյանքում չի եղել դեպք, որ ես գամ երկիր ներկայացնեմ ու հետո ամաչեմ իմ արածի համար, հա, 13 տարեկանից ես երկիր եմ ներկայացրել տարբեր երկրներում։ Հիմա առաջին անգամ բախվեցի այն սիտուացիայի հետ, երբ որ ես անզոր էի ինչ-որ բան անելու։ Բացի նրանից, որ անզոր էի, ճիշտն ասած այլևս ցանկություն էլ չունեի։ Ամեն դեպքում կրեատիվս կհերիքեր ինչ-որ մի բան անել, բայց այդ պահին այլևս ցանկություն էլ չկար։ Շատ տարօրինակ զգացողություն էր, որը առաջին անգամ էի իմ մեջ գտնում։ Ռասել Խայմայում կազմակերպվել էր Made by Armenians ցուցահանդես։ Նախ սկսեմ նրանից, որ Made by Armenians անվանումը արդեն գողացած է, ինչ վերջերս պարզվեց, որ կա տենց հկը, որը կապ չունի այս կազմակերպության հետ, այսինքն անվանումը գողացել են։ Եվ այն հկն, որը իրական Made by Armenians, նա շատ լավ գործեր է անում իրականում, շատ պատվով գործեր է անում, բայց այս հկն գողացել անունը դա ոնց է տեղի ունեցել մեր իրավական դաշտում, այդտեղ երկրորդ հարցն է, որ պետքա պարզենք դատական։ Ասես ասում եմ, որ այդ անվանումը, որը գողացել են, այդ մարկանցել են գցել։ Այո, սկսվեց դրանից, ընդ վերջերս է պարզվել ի դեպ, եւ այսօր պատահական հանդիպում եմ ունեցել իրական Made by Armenians-ի տիրոջ հետ, որը որ միամիտ փողոցում մոտեցավ ինձ, ուղղակի ես իրան չէի ճանաչում։ Այսպես այդտեղից սկսեց սուտը։ Սուտը սկսվեց հենց առաջին պահից, երբ որ այդ մարդիկ, որոնք որ կազմակերպիչներն էին, ասելով մեկն էր կազմակերպիչը Անի Մանուկյան Woman նման անունով մեկը, իր քրոջ հետ եկան իմ արվեստանոց եւ առաջարկեցին այս ցուցահանդեսը։ Սկզբում սենց մի քիչ կասկածանքով, որտեղ անծանոթ մարդիկ ինչ որ մեծ բաներ են ասում, մեծ խոսում են, երբ որ ասում ես ինչ որ բան ունեք, արած նմանատիպ ցույց են տալի շատ ինչ որ վերացական կադրեր, որը կարա վերաբերվի, իրանց կարա չվերաբերվի։ Բայց սկզբից ինչ որ կասկածանք։ Հա, արդեն կասկածանք կար, հա, արդեն կասկածանք կար, բայց դե ասեցի հիմա ինչ էլ լինի, ես իմ խումբը հավաքում եմ, գնում եմ ցուցահանդեսը անում եմ, ինչքան էլ վատ կազմակերպված լինի, ես իմ անելիքը գիտեմ անել, ես կարող եմ անել իմ անելիքը ու կանեմ։ Ինչ որ պայմանագիր ստորագրվեց նոր պայմանագիր կետերով, իրանց պարտականությունները, մեր պարտականությունների դեպ այդ պայմանագրի հենց կետերով էլ եւս 13 դատական հայտ պետք է ներկայացվի մեր կողմից,
քանի որ մենք մեր կետերը բոլորը կատարել ենք, իրանք կետերը որոշ կետերը կատարել են թերի, որոշ կետերը առհասարակ չեն կատարել։ Այսպես։ Հիմա գնում ենք հասնում ենք սա բազում անգամ ասել եմ, որ անձնական վիրավորանք չի։ Անձնական վիրավորանքը մի կողմ դրված պայմանները, հասնելու պայմանները, տրանսֆերների պայմանները, հյուրանոցային պայմանները, սա մի կողմ դրած։ Հավատա ինձ, դու շատ լավ գիտես, ես վրանում ապրող մարդ եմ, Սարա գնացեմ, արշավական եմ եւ ինձ համար պայմանները կոմֆորտը այդքան կարեւոր չի։ Ասենք փողոցում էլ կքնենք, եղել են դեպքեր, որ երկիր ներկայացնելիս իրականում շատ վատ պայմաններում ենք ապրել, բայց դրա հետ մեկտեղ շատ պատվով երկիր ենք ներկայացրել, բազում անգամ նման դեպքեր ունեցել եմ կյանքում։ Ուրիշ բան, որ խոստացվել է մի բան, արվել է ուրիշ բան։ Երբ որ դու պատրաստվում ես գնալ, բոլոր այդ բաները, վատ պայմանները վերցնելով քո վրա, երբ որ դու պատրաստ ես դրան, մի բան է, բայց երբ որ գալիս ես փաստի առաջ ես կանգնում, դա առհասարակ ուրիշ բան է։ Նամանավանդ այն դեպքում, երբ որ ես ունեմ պատասխանատվություն եւս 12 նկարիչի նկատմամբ, որոնց ես հրավիրել եմ այս միջոցառմանը մասնակցելու, խոստանալով իրենց խոսքերից, ելնելով, խոստանալով որոշակի ինչ որ պայմաններ, որոշակի այդ մի կողմ դնենք։ Բոլորը, ընկերներ են բոլորը, հասկացան իրավիճակը բոլորը, ընդունեցին, ասցին, լավ, սենց կլինի, Նուրջան, կապրենք ես մի քանի օրը սենց, դա մի կողմ դրած, դա առհասարակ թեմա չի, առհասարակ թեմա բացելու առիթ չի եւ խոսելու առիթ չի։ Բայց երբ որ ցուցահանդեսի բացումը եղավ եւ բոլոր տաղավարները, ոչ միայն արվեստի տաղավարը, այլ բոլոր տաղավարները դատարկ էին, այդտեղ դու արդեն մտածում ես, բա երկիրը սուր է։ Նոր ճիշտ եմ հասկանում, դու գնում եք հասնում եք այնտեղ, ցուցահանդեսը սկսում է, Հայաստան անվան տակ, որևէ նկար ձեր ոչ միայն նկար, արտադրողների արտադրանք չկա։ դատարկ ամեն բան։ Դատարկ ամեն ինչը դատարկ։ Ամբողջ դահլիճը դատարկ է։ 3000 քառակուսի մետրանոց դահլիճը դատարկ է։ Այսինքն իրավիճակը։ Այդ դեպքում ինչ է, ոնց է կարողանում այդ ամեն ինչ տակից դուրս գալ։ Չենք դուրս գալու, ուղղակի նստում ենք անտելի այդ փողոցի փորձուրին ու տխուր նայում ենք իրար երեսի։ Իսկ պետությունից մարդիկ կային ներկայացուցիչներ։ Էկոնոմիկայի նախարար, փոխնախարար, օֆիցիալ դեմքեր, Ռասել Հայմայի շեյխեր։ Դա ինչու է եկել այդ դեպքում, երբ որ Հայաստանի անվան տակ իրենք ամեն դեպքում դրոշի անվան տակ են, չէ՞, կանգնում եք պետական խայտարական է երկիրը, երևի խայտարականելու համար է երկիրը։ Իսկ դուք մոտեցաք, հարցրեցիք, ինչ գործ ունեք դուք։ Ես առհասարակ չեմ խոսում։ Ես առհասարակ չեմ կարողանում ինձ ստիպել խոսալ այդ կատեգորիայի հետ։ Ես կատեգորիա եմ դա անվանում, ոչ թե մարդու տեսակ։ Նստած իրար էինք նայում։ Հասկանում եք, դա ուղղակի ես չգիտեմ ինչ էր։ Երբ որ հետո իրանց ֆոտոներում նայում ես իրանց կողմից ներկայացված ֆոտոներում, ռակուրսները բռնած ինչ որ, տենց ինչ որ վիճակ, որ թվում է թե ամեն ինչ լավ է։ Կայացել է միջոցառումը։ Այսինքն փոշի փչել, որ յանի եղել է, բայց մենք այդ նույն օրվա նույն ժամի ֆոտոներ եւ վիդեոներ ունենք իրական։ Թե ինչ է իրականում տեղի ունեցել, երբ որ երեկոյան օրինակ առաջին օրը ելույթ է ունենում Միքայել Ոսկանյան, մեր հրաշալի երաժիշտը, Թարջութ չէ, Միքայել Ոսկանյան, Թար։ Եվ Միքայել Ոսկանյան եւ ընկերներ խումբն ելույթ ունենում ահռելի բեմի վրա, մի տարածքում, որտեղ նախատեսված է 15000 մարդու ներկայություն, եւ կանգնած ենք մենք, մի 10 հոգի մասնակիցներ, որոնք չենք էլ մասնակցել ցուցահանդեսն էլ չի եղել։ Հիմա ինչ անենք, եկել ենք գոնե Միքայելին Ոսկանյան կանգնենք տղային ինչ որ մի բան, ցենց որ մենք կանք գոնե մեր համար էս նվագում, հա, մարդ չկա։ Երկրորդ օրը 3:33-ը նույն պատմությունը։ Այդ ահռելի տարածությունում, որ պետք է լիներ համերգը լինում է առանց մի մարդու անգամ։ Տեսեք, ինչ որ սպոնսորական կամ ընկերություններ, հա, ինչ որ բաներ, գինեգործներ, որոնք բերել են ինչ որ շշեր լցնում են գոնե ձրի անվճար ինչ որ հյուրասիրություն կա, անգամ այդ պարագայում մարդ չկա, որտեղ ոչ մեկ չգիտի։
Ոչ մեկին չեն տեղեկացրել։ Ես ցուցահանդեսի մյուս օրը գնացի շարժա հայկական եկեղեցի պատարակի։ Եվ այնտեղ երբ որ խոսում եմ թե կանաների հետ, թե հայ համայնքի հետ, ասում են, բայց ծխի մեզ ոչ մեկ ոչ մի բան չի ասել։ Մի հատ ուղղակի զանգեին եկեղեցու ներկայացուցիչին ասեին, որ սենց բան է լինելու, մենք ամբողջ համայնքը կբերեինք։ Այո, այնտեղ երիտասարդներ կան։ Այո, մեծ սիրով կգային, որովհետև նման միջոցառումներ չի լինում հաճախ այնտեղ։ Ոչ մեկ տեղյակ չէր։ Ես չգիտեմ սա ինչ էր, սա ուղղակի փող լվալու, ինչ որ արագ գումար աշխատելու, ինչ որ մի տարբերակ էր։ Հետո երկիրը երբ որ տեսնում ենք այս իրավիճակում, հա, բոլոր համակարգերը զրոյացված եւ նաեւ Հայաստանի անվան տակ են, հա, փորձում պախարակել երկիրը, ըստ երևույթին դիտավորությամբ փորձել են Հայաստանի անվան հետ խաղալ։ Սրանից մի քանի ամիս առաջ կարծեմ, չեմ կարող ստույգ օրերը ասել, զենքի, հա, զենքի հետ ցուցահանդեսին, համաշխարհային զենքի ցուցահանդեսին հայկական տաղավարը բուկլետներով է ներկայացած եղել։ Չէ՞։ Դատարկ տաղավար ա եղել բուկլետներով եւ ծիծաղի առարկա դարձնելու երկիրը ծիծաղի առարկա դարձնելու համար։ Արվել ասա։ Երբ որ բանը Ռասել Հայմայի շեյխը մոտենում է ինձ ու ասում է շատ լսել եմ ձեր մասին, նայել եմ ձեր աշխատանքները, իմ օգնականը պատմել է ձեր մասին, ես շատ հետաքրքրված եմ ձեր աշխատանքներով, շատ հպարտ եմ, որ դուք եկել եք մեր երկիր, իսկ ուր են ձեր աշխատանքները։ Ես ինչ պիտի պատասխանեմ այդ պահին։ Նորից նկարները մինչև էդ էր գնացել, հասել տեղ։ Չէ, նկարները չեն հասել տեղ։ Բա հետո ինչ եղավ այդ նկարները։ Այդ նկարները եկան հասան վերջին օրը։ Փակման օրը մենք կախել ենք նկարները 3 ժամով եւ հավաքել ենք հետ ենք ուղարկել։ 3 ժամը կախված եղել նկարները, 3 օրի փոխարեն 3 ժամը կախված եղել նկարները, ոչ մեկ չի եղել այլևս, որովհետեւ եթե առաջի օրը գալիս են ոչինչ չկա, երկրորդ օրը գան ինչ անեն մարդիկ, կամ գնան իրենց ծանոթներին ասեն գնացեք դատարկ ցուցահանդես տեսեք։ Հասկանում եք, եթե ընդունենք լավ դեմի PR-ը վատը արվել, մարդիկ չեն իմացել, բայց եկել է ինչ-որ քանակություն կառավարական։ Այո։ Դա կարար գոնե սարաֆանն է աշխատեր, եթե ցուցահանդեսը լիներ, կարային գնային, ասեին անպայման գնացեք հետաքրքիր է, չէ՞։ Երկրորդ օրը գոնե ինչ-որ մի այցելություն կունենայինք, բայց եթե դատարկ է երկրորդ օրը մարդիկ գան ինչ անեն։ Եթե խնդիրներ լիներ ուղևորության հետ, ժամանակի առումով, հա, ինչ որ բան իրենք գոնե կհայտարարեին, որ մարդիկ են այստեղ ներկա, որոնց նկարները պետքա ցուցադրվեր, բայց այս ինչ խնդիրների պատճառով ներողություն են, հա, ինչ որ ելքեր կան, որ պետքա գոնե։ Տեսեք, ամեն этаպում խաբեություն է։ Մեզ սկզբից ասվեց, որ ցանկացած չափի նկար կարող ենք տեղափոխել, քանի որ չարտերային ռեյսով ենք տեղափոխում եւ դուք եք տրնում չարտերային ռեյսով եւ հետեւաբար մենք վերցեցինք նկարներ, չափերը մեծ չափերի 2-200 ազդեցիկ ցուցահանդես կազմակերպենք, ամենամեծ նկարը 2-2-ի, ես ընտրեցի նկարիչներին, ընտրեցի աշխատանքները, կատալոգներ սարքեցինք, տպեցինք այդ կատալոգները, որ պատշաճ որակի ցուցահանդես անենք։ Մեզ ներկայացվեց տաղավարի 3D տարբերակը, որի վրա հայտարարվեց, որ այդ տաղավարը կառուցելու համար իրենք ծախսել են $50,000։ 3D տարբերակում ամեն ինչ այնպես էր, ինչպես պետք է լիներ, այսինքն բոլոր մեր տեխնիկական պահանջները կատարված, լույսերի քանակը եւ այլն։ Երբ որ եկանք տեղում տեսանք, որ ուղղակի սև վարակույր է կախված առանց լույսերի, ու երբ որ ես այնտեղ constructor company ղեկավարին հարցնում եմ, իսկ ինչ արժի այս տաղավարը, ինքը ասում է, դե մենք սրա համար ուզել ենք $3,200, այսինքն $50,000 է դուրս գրվել։ $3,200 տաղավար է մեզ տրվել, ինչ որ ընդհանուր լուսավորությամբ, առանց կետային լուսավորության, մի խոսքով շատ վատ։ Էլ չեմ ասում արձանների համար նախատեսված պատվանդանները չկան, բերել են մեզ ուղղակի կաֆեի սեղաններ, որոնց վրա մենք պետք է դնենք արձան։ Մի խոսքով հնարավորինս կատաստրոֆիկ վիճակ է։ Այդ ամենի հետ մեկտեղ այդ գործերը չկան, որով կախես գոնե այդ տաղավարը, գոնե այդ տաղավարը ինչ որ մի ձև օգտագործես, հա, գործերը չկան։ Մենք նախապես պատրաստել էինք պերֆորմանս, որ պետքա Հայաստան կառուցենք 3 օր նկարիչները պետք է աշխատեին ընդհանուր առմամբ պերֆորմանսի ժամանակը հաշվարկված էր 21 ժամ, նախապես արվել էր
պրոյեկտներ, ամեն նկարիչ ուսումնասիրել էր մի մարզի առանձնահատկությունները եւ այլն, ու արել էր պրոյեկտներ, ես աշխատել եի իրանց հետ, ընդունել էի, փոփոխել էի պրոյեկտները, այսինքն մեծ աշխատանք էր արվել, 3D-ներն էր արվել, էսկիզներն էր արվել, նյութերն էր հաշվարկվել, ժամն էր հաշվարկվել, քանի ժամ պետք է սա արվի։ Մենք ուզում էինք անենք աննախադեպ մի հատ երևույթ, որի մասին խոսար ամբողջ աշխարհը։ Մենք նման բան էինք պատրաստել։ Դա մեծ պետք չի նոր։ Որը մենք երևույթին պետք չէ։ Հա, մենք գալիս ենք ու հասկանում ենք, որ չկա։ Ոչ մի բան չկա։ Նկարները չկան, ցուցահանդեսը չկա, մարդ չկա։ Մարդ չկա։ Դա չեն տեղեկացրել որ։ Հա։ Գալիս են նկարները երկրորդ օրվա վերջում։ Մենք գիշերը սկսում ենք կախել, երրորդ օրը կես օր է ցուցահանդեսը, երրորդ օրը այդ կես օրը այդ նկարները կախած են, մենք այդ կես օրում փորձում ենք ինչ-որ էքսպրոմտային տարբերակ անել այդ պերֆորմանսի, այդ էլ օրինակ ես սրտանց չի ուզում անել, որովհետև արդեն դե մի բան հասիր չի մնացել, արդեն դե ում համար անես վերջով, անես սրանց համար, որ մի հատ էլ հետո կադր ունենան, որ տեսեք մենք լավ բան ենք, այո, հասկանում ես, բայց դրա հետ մեկտեղ նկարիչները եկան ասցին նուր, մենք ուզում ենք անենք Գոնե մի ձև էս ջղայնությունը հանենք մեջներիցս, որովհետև կուտակված ինչ-որ էներգիա է, որը չգիտենք ինչ անենք։ Ասի, եթե դուք ուզում եք, ես միանում եմ ձեզ։ 3 ժամում ինչ հնարավոր էր, ինչ էքսպրոմտային տարբերակով։ Իսկ թեման որն էր նոր։ Հայաստան։ Ժամանակակից Հայաստան։ Աշխարհին ներկայանալի contemporary Հայաստան, այսպեսի թեմա էինք ընտրել։ Ուրեմն մենք նախատեսել էինք նաև Արցախը անենք։ Արդեն ստեղ ինձ ասացին, որ Արցախը հանգարց չանեք։ Ասի ինչի։ Ասի եթե ուզենամ անին անեմ օրինակ։ Խնդիր է։ Իսկ ինչա Արցախը խնդիր է այդ բառակայում։ Բայց չէ միջազգային կոնֆլիկտ կլինի, ասին այ ես իզորու չեմ ոչ մի ստեղծագործող անձի ասել ինքը ինչ ստեղծագործի եւ չեմ թույլ տա որ ինձ որպես ստեղծագործող անձ ինչ որ մեկը ասի ինչ անեմ ես կամ չանեմ երբևէ թույլ չեմ տվել այս բaragայում եթե իմ նկարիչները իմ ընտրած նկարիչները իմ ընկերները որոշեն որ Արցախը անում են ես կմիանամ իրանց եւ կանեմ ասի կարա կանգնացրեք process-ը Մեր արցախցի քանդակագործը Էրիկը Գրիգորյան, մեկ ոտքով եւ թարսի պես կոտրված դրա նախորդ օրը գալու նախորդ օրը ընկել էր ձեռքներ կոտրել, այդ տղան էլ գիպսի մեջ, ուրեմն աջ ձեռքը գիպսի մեջ, ձախ ոտքը չկա։ Այս տղան ասեց ես Արցախը պետք է անեմ։ Ասի Էրիկ ջան, ասի մի ձեռով, մի ոտով, ասեց հա ես կանեմ։ Ասի դե արա։ Գնաց արեց Արցախի ցուցանակ սարքեց, որի վրա գրած Ազատ Արցախը ողջունում է ձեզ։ Այդ ցուցանակը դրեց Արցախի տարածքում, թելերով կապեց Հայաստանին, պարաններով կապեց Հայաստանին, պարանի մնացորդը, որը ասենց խճճված թելեր, դրեց այդ ցուցանակի վրա եւ ներկեց կարմիր գույն։ Դիմացը դրեց մի հատ գերեզմանակար եւ իր սեփական գլխակը հանեց դրեց այդ գերեզմանակարի վրա։ Կատարյալ պերֆորմանս։ Որից հետո արաբական կողմը գալիս է ասում խնդրում ենք այդ գրվածքը հանեք։ Հայերեն է գրված։ Հասկանում ես չէ՞ ով է հետևում կանգնած, ով է ասել ինչ անդեղ գրված, չէ՞։ Ասում եմ ինչ խնդիր կա գրվածքի հետ, բա մենք գրվածքներ չենք ուզում, որ լինի պերֆորմանսի ժամանակ, ասում եմ իսկ մենք ուզում ենք։ Դա մեր ընտրությունն է, ինչ անել պերֆորմանսի ժամանակ։ Մենք նախապես չենք քննարկել ձեր հետ, թե ինչ պիտի լինի պերֆորմանսը եւ չենք էլ քննարկի երբեք։ Բայց եթե այդքան բան ունեք, հա, կամք ունեք կամ հնարավորություն, գնացեք այն տեսնում եք, գնացեք ասեք թող անի։ Եթե նեղանա, մենք 13 հոգից տեղ ենք։ Պարզավոր չեն գնում ասում, դե ասենք Էրիկը գալիս է մոտս, ասում են ուր ինչ անեմ, ասում եմ Էրջան, արի հետևյալ լուծումը տանք, այդ գրվածքը հանի ներքի վրայից, բաբո դեդոին վրան նկարի, միջազգային լեզվով խոսենք։ Եթե այնտեղ հայերեն էր հասկանում էին հայերը, հիմա թող բոլորը հասկանան, դե որ տենց է։ Ու մենք այդպես էլ անում ենք ու Արցախը մնում է։
Թելերով կապած Հայաստանին։ Այսպես հիմա տեսեք հիմա մոնտաժվում է այդ նյութը մեր պերֆորմանսի նկարահանված նյութը եւ ես ասել եմ եթե հանգարց Արցախի հատվածը հանեք մեջից ես երկրորդ ալիքը կսկսեմ խոսակցության Սա դրանք էր իմ կարծիքով, որը արժանի է ամենադաժան պատժի։ Այո։ Օրինական պատժի, քանի որ մենք կարող ենք եւ մենք դիմելու ենք դատարան, քանի որ պայմանագրի պայմանները իրականացած չեն։ Մեզ խաբեցին, ասեցին չարտերա լինելու, նկարիչներն է թռնելու են աշխատանքների հետ միասին։ Այդ պարագայում չափսի խնդիր դրված չկա, ոնց որ մեզ ներկայացրեցին։ Եվ մշակույթի նախարարության կողմից հատուկ թույլատրություն պետք չի նկարները հանելու, եթե նկարիչը ինքը իր նկարների հետ է մեկնում։ Վերջի 7 օր էր մնացել ցուցահանդեսին, ասացին, որ չէ, չարտերը չի լինում, որովհետև թանկ է։ Դրա համար առանձին ուղարկվում են նկարները առանձին, իսկ դուք թռնում եք առանձին։ Հետևաբար նկարների չափը պետքա փոխել։ Մենք ամբողջ այդ տպաքանակը կատալոգների թափեցինք, ու էլ չհասցրեցինք նոր կատալոգներ տպել, ինչը արդեն վատ է ցուցահանդեսի համար։ Երբ որ ցուցահանդեսը չունի կատալոգ, դա գյուղի շուկա է, էլի տենց մոտավորապես վատ շուկա է դառնում։ Նկարների չափերը փոխեցինք, հանեցինք մեծ նկարները, փոքր նկարներ դրեցինք, ինչը շատ դժվար էր։ Իրականում, որովհետև ես 4 գիշեր չեմ քնել, որովհետև այդ չափի նկար չունեի։ Բոլոր գործերս Ամերիկայում են ցուցասրահումս, եւ ես նոր գործեր արեցի, որ շատերը նոր աշխատանքներ արեցին, որ կարողանանք գործեր ունենանք չափերով։ Նոր ուպակովկաներ սարքվեց, նոր փաթեթավորումներ արվեց։ Փաթեթավորումները նկարների ահագին դժվար process է, եւ չես կարող ուղղակի փաթեթավորես, որովհետև կճղվի, կվնասվի, պետքա լուրջ փաթեթավորում արվի։ Վերջը, դա էլ արեցինք։ Մեկ օրում բոլոր մեր հնարավորությունները խառնելով կարողացանք վերցնենք այդ թույլատրությունները, քանի որ նկարները արդեն առանձին են թռնում, հետեւաբար թույլատրություններ են պետք։ Այդ բոլոր թույլատրությունները վերցրեցինք մեկ օրում եւ ամսի 17-ին։ Հիմա իրանք պատճառաբանում են, որ մենք ուշ ենք տվել գործերը։ Բայց իրականում տես չի, քանի որ հենց 17-ին պետքա թռիչք կլիներ աշխատանքների, արտադրողների ապրանքների թռիչքը, հենց այդ օրը պետք է լիներ։ Ուղիղ ամսի 17-ին մենք աշխատանքները հանձնել ենք թռիչքի։ Ես ամսի 17-ին ինքս եւս թռել եմ այնտեղ, որպեսզի կազմակերպեմ ընտեղի արդեն մասը պերֆորմանսի համար նյութեր, այսպես աշխատանքները ամսի 20-ին բացումները, աշխատանքները չկար, ապրանքները չկար, բոլոր փաստաթղթերը ապրանքների ինչ որ խառնված էին, սխալ լրացրած էին, սխալ կազմավորված էին, մի խոսքով ամեն ինչ sense բանի մեջ էր։ Մի հատ խառնաշփոթի, շիլաշփոթի մեջ էր։ Այսպես եւ ունեցանք այն ինչ որ ունեցանք։ Հիմա իրավական գործընթացը ինչ փուլում է։ Հիմա քննարկումներ են գնում դեռ ուսումնասիրություն եւ քննարկումներ են գնում փաստաբանների հետ, երբ որ արդեն պատրաստ լինենք դիմելու դատարան, պետք է դիմենք դատարան։ Անշուշտ պետք է դիմել եւ պետք է պատժել, որպեսզի պետության անվան հետ են կոնկրետ խաղացող։ Որպեսզի պետության անվան հետ խաղացողները մի լավ մտածեն, ոնց ինչ ձև է իրանց արձագանքվելու։ Մեկ պետք է պատժել, որպեսզի մարդիկ, որոնք վերցնում են իրանց վրա նման պատասխանատվություն, մտածեն արդյոք արժի, որ դու քո ազգի լավագույն մասը, արվեստը ներկայացնող մասը 13 հոգու այդ պայմաններով ու այդ վիճակում գցես։ Արդյոք դու հայտարարություններ անելուց այդքան կաս, որ տանես քո ազգի լավագույն երաժիշտներին, նկարիչներին հայտարարական ես այլ երկրում։ Նաև բարոյական կողմն է։ Բարոյական իհարկե։ Մյուս անգամ թող լավ մտածեն։ Թող լավ մտածեն ինձ կամ իմ նկարիչների, իմ ընկեր նկարիչների կամ այդ որակին երաժիշտներին մի տեղ տանելուց առաջ մտածեն իրանք այդքան կան, թե ոչ։
Նոր նաև ես այստեղ քանի որ ձեր անձն է, այստեղ որ քաղաքական հիմա մտածես ես քաղաքականացնում եմ թեման, բայց նաև քո ակտիվությունը, հա, այս իշխանությանը, ձեր սկզբունքային լինելը, դեմ լինելը, այն ինչ որ տեղի է ունենում եւ Արցախի հետ եւ Հայաստանի Հանրապետության հետ Նաև Միքայելին, քանի որ նշեցիր, ինքն էլ էր ակտիվ, հա, հատկապես սրբազան շարժմանը, բոլոր շարժումներին եւ այլն մասնակից ա եղել։ Այստեղ ամեն դեպքում ես կոնկրետ դիտավորություն տեսա ձեր պատմածի մեջ։ Հիմա, երբ որ իրավական կողմն էլ մենք գիտենք, հա, արդարադատությունը ինչպես է իրականանում մեր երկրում, չեմ ուզում հիմա մտածել, որ արվելու է այն ինչ որ արվելու է, հա, ցուցահանդեսի նույն ֆոնին եւ ուղղությունը դեպի ուրա գնալու, բայց ամեն դեպքում պետք է իրավական գործընթաց սկսել, ես այդ առումով ձեզ հաջողություն եմ մաղթում եւ թող ճշմարտությունը գուցե այսպես դուրս գա, իսկ եթե ոչ, գոնե այս հաղորդումների շրջանակներում մարդիկ իմանան, լսեն, հասկանան, թե ինչ մեծ կղանքի մեջ ենք հայտնվել եւ պետություն որպես այդպեսին եւ արվեստը, մշակույթը, իշխանությունը պետք չի։ Ինձ համար մտավորականի մի տեսակ կա, որը իրավունք ունի կոչվել մտավորական։ Մտավորականը ոչ մեկին կողմ չպետք է լինի։ Ոչ մեկի կողմնակիցը չպետք է լինի։ Մտավորականը դա այն լակմուսն է, որը որ ցանկացած կառավարության պարագայում չի լինում անսխալ կառավարություն։ Տենց հասկացողություն չկա, կատարյալ կառավարությունը դա Աստվածն է։ Ցանկացած կառավարության պարագայում մտավորականը ուղեցույց անում սխալների վրա եւ ես այդպեսին եղել եմ համենայն դեպս միշտ փորձել եմ այդպեսին լինել եւ նախկին կառավարության օրոք ես խոսել եմ ցույց եմ տվել ցույց եմ հանել են սխալները որոնք արել են այո արել են եւ ոչ մեկը չի կարա դա հերքի եւ չկա անսխալ կառավարություն Հիմա ես շատ ավելի ակտիվ եմ, որովհետև հիմա առիթներն են շատ ավելի շատ ավելի 1000 անգամ, միլիոն անգամ ավելի շատ։ Եթե այն ժամանակ միայն կոռուպցիայի հետ էինք գաղթվում, հիմա երկիր ենք կորցրել։ Օրենքի խախտումները այն ժամանակվա ես օրինակ խախտումներն էի ցույց անում, ես խոսում էի ամեն ինչի մասին, բացահայտ։ Եվ այն ժամանակ, եւ հիմա, եւ միշտ այդպես լինելու։ Մտավորականը չպետք է լինի երբեք պրոկառավարական ցանկացած կառավարության օրոք մտավորականը եթե դարձավ պրոկառավարական վերջ ինքը այլևս մտավորական չի ինքը այլևս պալատական է սա տարբեր բաներ են մտավորականը միշտ պետք է ուղեցույցը լինի եւ մտավորականին հենց կառավարությունը պետք է հարգի որովհետեւ իրեն պետք է մեկը որ իրան ճշմարտությունն է ասում ցանկացած մի քիչ բանականություն կամ ուղեղ ունեցող կառավարություն Հա պետք է հարգի մտավորականին, որը իրեն ուղեցույց է անում դեպի ճիշտը, քանի որ կորցնել այդ սահմանները ու կորցնել այդ շատ հեշտ է, երբ որ դու ամեն ինչի ղեկին ես։ Այո։ Կորցնել իրականությունը, կտրվել իրականությունից շատ հեշտ է եւ մտավորականին հարգում է խելացի կառավարիչը նրա համար, որ իրեն ուղեցույց է անում, թե որտեղ այդ կառավարիչը սխալվում։ Սա է մտավորականի տեսակը եւ ես չեմ կարողանում հասկանամ այն մտավորականներին մեր որոնք ասում են որ իրանք հայտարարում են որ իրանք մտավորական են բայց դրա հետ մեկտեղ ինչ որ կողմինն են ինչ որ կողմի մասին են լռում են քաղաքականություն կամ լռում են առհասարակ որովհետեւ կամ լռում են առհասարակ դու հանրային մարդ ես դու սերուցք ես Եթե դու մտավորական ես, եթե դու արվեստագետ ես, դու սերուցք ես, սերուցքը պետք է առաջինը ցույց տա, որտեղ է տակի փչացած մասը։ Եվ ինձ համար սա իմ երկիրը սիրելու հետևանք է։ Եվ ոչ թե անձնական ինչ որ բաներ, սա իսկ բացառապես իմ երկիրը սիրելու, այս հողը սիրելու եւ կարեւորելու ինձ համար ամենակարևոր կետն է աշխարհի։ Եվ վերջ, սա իմ ծնողն է, ես ուրիշ ձև չեմ կարող։ Դե ուրիշ ձև լիներ, հիմա վաղուց այստեղ չէ։ Վաղուց, գիտես ինչքան առաջարկ, ամեն օր։ Շնորհակալ եմ զրույցի համար, հուսանք, որ գոնե այս դեպքում արդարությունը կհաղթի եւ ձեր չարչարանքները գոնե մի ձև կփոխհատուցվի նաեւ թե բարոյական առումով, թե ֆինանսական։ Իհարկե մենք ռեաբիլիտացիա կանենք այս process-ը։ Ես այդ նկարիչներին հիմա տանում եմ ինձ այդ տարբեր տեղեր եւ մենք շատ աղմկոտ, շատ հետաքրքիր պրոյեկտներ կանենք իրար հետ մոտ ապագայում։ Շատ շուտով կլսեք շատ հետաքրքիր պրոյեկտների մասին, որոնք մենք իրականացնենք բոլորով, բայց սրա մասին չենք լռելու։
չենք լրելու եւ գնալու ենք մինչեւ վերջ, որովհետեւ նման մարդիկ պատիժ պետք է կրեն։ Գիտես, մի բան ասեմ։ Այո։ Թուրքն է, որ ցեղասպանում ու ներողություն չի խնդրում։ Ինչի մենք չենք կարողանում ընկերանանք Թուրքի հետ հիմա։ Անցել է 100 տարիներ, չէ՞։ Ինչի գերմանացու հետ երկրորդ համաշխարհայինից հետո ընկերացանք, որովհետեւ նա հասկացավ իր սխալը եւ մեղանչեց։ Թուրքի հետ չենք կարողանում բարիշել, որովհետեւ թուրքը համարում է, որ ինքը ճիշտ է։ Մինչև հիմա շարունակում է ինքը դրա համար դու հասկանում ես, եթե հիմա բարիշես, եւս մեկ անգամ վիզ կկտրի։ Դու հասկանում ես, որ ստեղ չի բուժվել բանը քաղցկեղը էս ազգի, հա։ Հիմա այս մարդիկ չեն ասում Ժողովուրդ ջան, կներեք, ինչ կարեցանք, այդ արեցինք, կներեք, չկարեցանք։ Իրանք ասում են մենք արել ենք լավագույնս։ Դուք անշնորհակալ եք։ Այդ դրա համար պիտի պատիժ կրեն։ Այո, անշուշտ։ Որպեսզի մյուս անգամ չանեն։ Առաջ Աստված։ Առաջ Աստված։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։